Իսրայելը ցանկանում է բանակցել ԱՄՆ-ի հետ նոր 20-ամյա անվտանգության համաձայնագրի շուրջ կրկնապատկելով սովորական ժամկետը ու ավելացնելով Ամերիկան առաջին հերթին դրույթները շահելու Թրամփի վարչակազմի աջակցության տրամադրումը, այս մասին հաղորդում է Axios-ը։ Իսրայելը հավանաբար կպահանջի տարեկան առնվազն 4 միլիարդ դոլարի օգնություն, սակայն մտահոգված է, որ բանակցությունները ավելի դժվար կլինեն Թրամփի վարչակազմի կողմից արտաքին օգնության զգալի կրճատումներից հետո, Axios-ին ասել են իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաները։ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը չի մասնակցի Յոհանսբուրգում կայանալիք G20 գագաթնաժողովին, այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարարությունը։ Հանդիպմանը Չինաստանը կներկայացնի վարչապետ Լի Ցյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախկինում չեղարկել էին իրենց այցը։ Հրատարակությունը հայտնում է, որ սա G20-ի ստեղծումից ի վեր առաջին դեպքն է, երբ խմբի 3 խոշորագույն երկրների առաջնորդները չեն մասնակցի գագաթնաժողովին։ Ռուսաստանը ճանաչում է միայն այն երկրների վարորդական իրավունքները, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է, մյուսները պետք է քննություն հանձնեն, ասել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ։ Մենք չենք կարող ճանաչել այն երկրների ժամանողների վարորդական իրավունքները, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու չէ։ Այս դեպքում այդ երկրների քաղաքացիները պետք է հանձնեն կանոնները ու քննությունները։ Միայն այդ դեպքում նրանք կկարողանան ստանալ վարորդական իրավունք, ասել է նա լիագումար նիստի ժամանակ։ Վոլոդինը հավելել է, որ ռուսաց լեզվի իմացությունը հիմնարար հարց է Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա վարորդական իրավունքի ճանաչման գործում։ Եվրահանձնաժողովը Կիևին կփոխանցի գրեթե 6 միլիարդ եվրո G7-ի 45 միլիարդ եվրո վարկից, որը մարվել է ռուսական ակտիվներից և Ուկրաինայի համար ԵՄ հիմնադրամից ստացված եկամուտներից։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ելույթ ունենալով Եվրախորհրդարանի անդամների առջև, հաղորդում է UN-ը։ Նա պարզաբանել է, որ Եվրամիությունը պարտավորվել է Ուկրաինային տրամադրել մոտ 18 միլիարդ եվրոյի վարկ, որոնք պետք է մարվեն ռուսական ակտիվներից ստացված եկամուտներից, որպես G7-ի կողմից համաձայնեցված 45 միլիարդ եվրո վարկի մաս։ Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել էր, որ Բելգիան այնպիսի խիստ պատասխանատվության կենթարկվի, որ շատ ցավոտ կլինի, եթե սառեցված ռուսական ակտիվները բռնագրավվեն։ Եվրամիությունում սառեցվել են ավելի քան 200 միլիարդ եվրո արժողությամբ ռուսական ակտիվներ, այդ թվում 185 միլիարդ եվրո, որը պահվում է բելգիական Euroclear դեպոզիտարիայում։ Այսինքն ինչ է ստացվում, որ ռուսական ակտիվների հաշվին Եվրամիությունը Ուկրաինային կմատակարարի զենք։ Այս և այլ մանրամասներին տեղեկանալու համար հետևեք Օրագիր Նյուզին։